Փաստաբանական կազմակերպության հաղորդմամբ դատարանն ամբողջությամբ պահանջել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի զրպարտչական տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցը վերաբերում էր Սիմոնյանի հայտարարություններին, որոնցում նա Քոչարյանին անվանել էր օտար, մարդասպան, կոռումպացված անձ եւ թալանչի։ Սիմոնյանը նաեւ պնդել է, որ Քոչարյանը Հայաստանը դիտարկել է որպես գումար վաստակելու վայր։ Դատարանը հայցը մերժել է իրավական պատճառաբանությամբ, սակայն փաստաբանական կազմակերպությունը նշել է, որ այդ հիմնավորումը չի մեկնաբանվի։ Միաժամանակ ընկերությունը հարց է բարձրացրել, թե ինչ հիմքով է Քոչարյանը ակնկալում այդ հայտարարությունների հերքումը։ Աժ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 4-րդ հանրապետությունն արդեն հիմնադրված է եւ իրականություն է։ Նրա խոսքով հունիսի 7-ին ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Փաշինյանը նշել է, որ ընտրությունների արդյունքը պատմական է։ Ըստ վարչապետի, այդ արդյունքը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը։ Նրա հայտարարության համաձայն հենց այս քվեարկությունն է հիմք ստեղծել 4-րդ հանրապետության համար։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցերը։ Օրակարգում եղել են քաղաքացիության տրամադրման գործընթացների արդյունավետ կազմակերպումը եւ գործող իրավակարգավորումների կատարելագործումը։ Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը եւ ապահովել պետություն-քաղաքացի կայուն իրավական կապը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են քաղաքացիություն ստանալու, վերականգնելու եւ հարակից գործընթացների վերանայման առաջարկներ։ ՆԳ նախարարը հանձնարարել է փաթեթը վերջնական տեսքի բերել եւ ներկայացնել հանրային քննարկման։ ՌԴԱԳ-ը մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորիա ԱԵԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային տարրն է։ Նրա խոսքով ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Զախարովան նշել է, որ մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը տարիներ շարունակ նպաստել է Հայաստանի արդյունաբերության զարգացմանը։ Նրա գնահատմամբ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության եւ էներգետիկ անվտանգության գործոն է։ Զախարովան պնդել է, որ Մեծամորիա ԱԵԿ-ի գործունեության դադարեցումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը արտաքին աղբյուրներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի տարածքում։ Նրա խոսքով Ադրբեջանի հիմնական հատվածում աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, իսկ Նախիջևանում դրանք արդեն մեկնարկել են։ Ալիևը հայտնել է, որ Բաքուն ցանկանում է ստեղծել միջազգային կոնսորցիում, նախագծում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող պետությունների եւ ընկերությունների համար։ Նա նաեւ նշել է, որ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում եւ այդ մասին ադրբեջանական կողմին տեղեկացնում են ամերիկացի գործընկերներ։ Ալիևի խոսքով Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կարող են սկսվել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ Օգոստոսի 23-ին ՊՆ Զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ 22-ամյա զինծառայողը Երևանից էր եւ ծառայել է Վայքի զորամասերից մեկում։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բարձելու նպատակով ընթանում է քննություն, իսկ ՊՆ զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հարազատներին եւ ծառայակիցներին։ Ուկրաինայի Սումի մարզում ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան Mondelez ընկերության գործարանին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով 2 ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է գործարանի տարածքը։ Հարձակման հետևանքով մի քանի աշխատակից վիրավորվել է։ Սիբիգան նշել է, նման հարձակումները հարված են ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպայում ամերիկյան տնտեսական շահերին։ Իրանն ու Թուրքիան պատրաստվում են կառուցել նոր երկաթուղային գիծ, որը Չեշմե-Սորայան սահմանային անցակետով կմիացնի երկու երկրների երկաթուղային ցանցերը։ Հավարան, Թավրիզ, Մարան, Չեշմե, Սորայան նախագծի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում։ Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբալ Ալի Քազերին հայտնել է, անհրաժեշտ համաձայնությունները արդեն ստացվել են։ Նոր գծի երկարությունը կկազմի շուրջ 324 կիլոմետր, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել պայմանագրի ստորագրումից հետո։ Նրա խոսքով նախագիծը կդառնա Իրանի արևելք-արևմուտք երկաթուղային միջանցքի կարևոր հատվածը եւ կապահովի կապ Թուրքիայի երկաթուղային համակարգի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրները փորձում են նախապես ազատվել պատասխանատվությունից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով Մոսկվան իրավունք ունի եվրոպական երկրների ազդեցությունը Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների վրա դիտարկել որպես պատերազմի մասնակցություն։ Լավրովը նշել է Մեծ Բրիտանիայի, Բրյուսելի, Փարիզի եւ Բերլինի գործողությունները։ Նա հայտարարել է Ռուսաստանը հաշվի առնում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների քայլերը։ Լավրովը նաեւ ընդգծել է եվրոպական երկրների փորձը նախապես պատասխանատվությունից խուսափելու հարցում չի ստացվի։
Իրանի խորհրդանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու դրույթը։ Վճարները նախատեսվում են ծովային եւ բնապահպանական ծառայությունների, անվտանգության, լիցքավորման եւ այլ ծառայությունների դիմաց։ Դրանք հնարավոր կլինի վճարել իրանական ռիալով կամ Իրանի կողմից ընդունելի այլ արժույթով։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Քաշքավին ընդգծել է նաև արաբնյա պետությունների իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Նրա խոսքով նավագնացության ազատության հետ մեկտեղ պետք է պահպանվեն նաև Հորմուզի ափերին գտնվող երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, դիվանագիտությունը կարող է պատերազմի ավարտին հասցնել մինչև 2027 թվականի ամռան վերջը։ Նրա խոսքով հնարավորությունների հիմնական ժամանակահատվածը սկսվում է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից եւ ձգվում մինչև 2027 թվականի ամառվա ավարտը։ Զելենսկին նշել է, դրանից հետո ԱՄՆ-ում մեկնարկում են նախագահական ընտրությունները։ Նա հայտարարել է, եթե մինչև այդ բանակցողները չհասնեն համաձայնության, պատճառը լիովին հասկանալի կլինի։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով Պուտինը չի ցանկանում գնալ երկխոսության եւ ձգտում է առավելագույն էսկալացիայի։ Ռուսաստանի Ադիգեայի, Ստավրոպոլի երկրամասի եւ Դաղստանի տարածքներում հարձակման են ենթարկվել Օզոնի 3 լոգիստիկ կենտրոններ։ Ընկերության հաղորդմամբ աշխատակիցները տարհանվել են օգոստոսի 24-ի գիշերը եւ առավոտյան։ Մախաչկալայի պահեստում կան տուժածներ, իսկ այնտեղ բռնկված հրդեհի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Միաժամանակ անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Կրասնոդարը, որտեղ բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 2 երեխա, եւս 7 երեխա եւ 2 մեծահասակ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհսեն Մոհեբին հայտարարել է, Իրանը ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար գործողությունների սցենար է նախապատրաստել։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի հայտարարությունը ամենակոշտ տնտեսական պատերազմը սկսելու մասին վկայում է Վաշինգտոնի ռազմական ոլորտում պարտության մասին։ Վերջինս նշել է, ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ շարունակվում է արդեն 47 տարի։ Նա հայտարարել է, Թեհրանն ունի ծրագիր տնտեսական պատերազմի հետևանքները նվազագույնի հասցնելու եւ այլ երկրների հետ առևտրային կապերը պահպանելու համար։ ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հայտարարել է, մենք շրջանցում ենք Ամերիկան եւ դուք արդյունքը կտեսնեք մոտ ապագայում։ ԱՄՆ-ն հայոց կաթողիկոս Գարեգին II շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տարեդարձի առթիվ ստացած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների եւ զորակցության խոսքերի համար։ Նա նշել է, որ գոհություն եւ փառք է հայտնում երկնավորին, Սուրբ Եկեղեցուն, հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայելու շնորհի համար։ Վեհապար հայրապետն ընդգծել է, որ այդ ծառայության ընթացքում մշտապես զգացել է բարեպաշտ ժողովրդի, հոգեվորականների եւ բարերար հայորդիների զորակցությունը։ Նրա խոսքով հայ ժողովուրդն այսօր ազգովի փորձությունների միջով է անցնում, սակայն ամուր հավատն ու միասնությունը հնարավորություն կտան հաղթահարելու կյանքի բոլոր նեղությունները։ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է դատարան ներկայացնել պետության եւ համայնքային շահերի պաշտպանության հայցեր Ալավերդիում 2000-ից 2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների վերադարձի նպատակով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 19-ից 20-ին աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզում եւ այցելել այդ մանկապարտեզների տարածքները։ Խոսքը Սանահին Սարահար թաղամասի առաջին զանգվածում, երրորդ զանգվածում գտնվող թիվ 9, Էնգելս թաղամասի թիվ 5 եւ թիվ 12, Ջերավազան փողոցի թիվ 4 եւ Զորավար Անդրանիկի 8-3 հասցեի թիվ 8 մանկապարտեզների մասին է։ Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը հայտնել է, որ գույքերի մասնավորեցման իրավաչափությունն ուսումնասիրելու արդյունքում նախապատրաստվում են համապատասխան հայցեր։ Այդ գործերից մեկով արդեն հայց է ներկայացվել իրավասու դատարան։ Աննա Վարդապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ապօրինի օտարված մանկապարտեզները Ալավերդի համայնքին վերադարձնելու ուղղությամբ եւ սահմանել է կատարման ժամկետներ։ Արտաքին գործերի նախարարությունը փոխհատուցում է տրամադրել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով չվերթների չեղարկումից տուժած ՀՀ քաղաքացիներին։ Ծրագրի շրջանակում փոխհատուցվել են վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկումից հետո նոր ավիատոմսեր ձեռք բերած 902 քաղաքացիների ծախսերը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ քաղաքացիների Հայաստան վերադառնալու կամ տարանցիկ ճանապարհով մեկնելու համար նախատեսված չվերթները չեղարկվել են տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով։ Այդ քաղաքացիները ստիպված են եղել նոր ավիատոմսեր ձեռք բերել ճանապարհը շարունակելու կամ Հայաստան վերադառնալու համար։ ԱԳՆ-ի ծրագրի շրջանակում նրանց վերադարձվել են նոր ավիատոմսերի ձեռքբերման համար կատարված ծախսերը։
Պաշտպանության նախարարությունը հերքել է ճամբարակի ողբերգական դեպքի վերաբերյալ տարածվող տեղեկությունները։ ՊՆ-ի փոխանցմամբ դժբախտ պատահարին չի նախորդել զինծառայողների միջև ծածկրտուք։ Նախարարությունը նաև հերքել է տեղեկությունը, թե զինվորները դեպքի պահին հակագազով վազել են։ ՊՆ-ն նշել է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ տեղեկություններ։ Նախարարությունը կոչ է արել չտարածել չճշտված տեղեկություններ եւ առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն եւ 1 վագոն պրոպան։ Բերը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի Բիլաջարի կայարանից։ Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 49000 տոննա հացահատիկ։ Նույն ճանապարհով Հայաստանը տեղափոխվել նաև 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15000 տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5000 տոննա AI-92 եւ AI-95 տեսակի բենզին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 2026-ից 2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդ է տրամադրվել։ Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին։ Որոշման փոխվարչապետի արձակուրդը սահմանվել է 2 աշխատանքային օր։ Մհեր Գրիգորյանը արձակուրդում կլինի սեպտեմբերի 3-ից 4-ը ներառյալ։ Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշուպարունակությունը սահմանային թույլատրերի կոնցենտրացիան գերազանցել է կենտրոնում օգոստոսի 13-ից 17-ը, իսկ Արաբկիրում օգոստոսի 15-ից 16-ը։ Շենգավիթում և Նոր Նորքում փոշուպարունակության գերազանցում չի արձանագրվել։ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ֆրանսիայում նախագահի հնարավոր փոփոխությամբ, քանի որ նոր ղեկավարը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ռազմական դաշինքի համար։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն։ Հրապարակման հեղինակները վկայակոչելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները նշում են. Ֆրանսիայի նախագահի պաշտոնի 2 թեկնածուներ այժմ վայելում են բնակչության ամենաբարձր աջակցությունը։ Խոսքը Մարին Լպենի մասին է, որը հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ հրամանատարությունից Ֆրանսիայի դուրս գալու օգտին։ Մյուս թեկնածուն Ժան-Լյուկ Մելաշոնն է, որը ցանկանում է Ֆրանսիայի ամբողջական դուրս գալը ՆԱՏՕ-ից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է հակասեմիտ բռնապետ։ Իսրայելական կողմը հայտարարել է շարունակելու է հակազդել Անկարայի տարածաշրջանը ապակայունացնելու քայլերին։ Նեթանյահուի գրասենյակից Էրդողանին մեղադրել է նաև քրդերի սպանություններին մասնակցելու, Համասին աջակցելու եւ սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ։ Միաժամանակ Թուրքիան հայտարարել է ցանկանում է Նեթանյահուի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդեր ստանալ, նրան մեղադրելով Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի դեմ գործողությունների հետ կապված ցեղասպանության մեջ։ Ռուս սենատոր Ելենա Պերմինովան հայտարարել է Ուկրաինայի իշխանությունների անպատիժ արկածների ժամանակն ավարտվում է, մեկնաբանելով տեղեկությունները, թե Թրամփը մերժել է Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում ուկրաինական անօդաչուների հարվածների համար։ Նրա պնդմամբ ԱՄՆ-ում հասկանում են, որ Զելենսկու ռազմական էսկալացիան մեծացնելու ձգտումը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հայտարարել է Արևմուտքում արդեն հոգնել են Կիևի շարունակական պահանջներից։ Սենատորի կարծիքով Թրամփի ներկայիս վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ կարող է պայմանավորված լինել ԱՄՆ կոնգրեսի նախընտրական պայքարով, իսկ ընտրություններից հետո նրա վերաբերմունքը Ուկրաինայի նախագահի նկատմամբ կարող է ավելի կոշտ դառնալ։ Իրանը Իրաքի նավերին թույլատրել է ազատ անցնել Հորմուզի նեղուցով, վերացնելով հատուկ թույլտվություն ստանալու պահանջը։ Մինչ այս իրաքյան նավթատարները նեղուցով կարող էին անցնել միայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։ Թեհրանի որոշումը Բաղդադի հիմնական խնդրանքներից մեկն էր Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Իրաք կատարած այցի ընթացքում։ Իրանի իշխանությունները պատրաստ են ճիշտ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն պատրաստ չէ իր համար ճիշտ պայմանների։ Իրանի սահմանապահները Սարավանի շրջանում կանխել են զինված խմբի երկրի տարածքներ թափանցելու փորձը։ Հարձակողներից մեկը սպանվել է, իսկ մյուսները նահանջել են, վերադառնալով սահմանից այն կողմ։ Իրանի ոստիկանության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Սաիդ Մոնթազեր Ալ-Մահդին հայտնել է, սահմանապահները նկատել են զինված խմբի տեղաշարժը։ Ենթադրվում է, որ խումբը մտադիր էր ներթափանցել Իրան եւ դիվերսիա իրականացնել։ Բախումից հետո շրջանի սանրազրման ընթացքում իրանական ուժայինները հայտնաբերել եւ առգրավվել են զենք եւ կապի միջոցներ։
Իրանը վերջին 1 տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրությունը եւ այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ռեզա Թալեյնիկը։ Նրա խոսքով 12-օրյա պատերազմից հետո արտադրությունը կրկնապատկվել է, իսկ սպառազինության առանձին ռազմավարական տեսակների թողարկումն աճել է ավելի քան 3 անգամ։ Իրանի պաշտպանական արտադրական շղթայում այժմ ընդգրկված են ավելի քան 9000 մասնավոր եւ գիտատեխնոլոգիական ընկերություններ, իսկ վերջին 1 տարվա ընթացքում հետազոտական նախագծերի 76%-ը հասցվել է պատրաստի արտադրանքի ստեղծման փուլին։ Վերջինիս պնդմամբ Իրանը հրթիռային ներուժով մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ, իսկ անօդաչու սարքերի ոլորտում համարվում է առաջատար պետություններից մեկը։ ՀՀՆԳ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայտնել է, որ թիմ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներն արդեն հրապարակվել են։ Ցուցակները հասանելի են elections.mia.gov.am հարթակում ներբեռնման հնարավորությամբ։ Սեպտեմբերի 27-ին ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան եւ Լերմոնտովո, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Արձենի համայնքներում։ Օգոստոսի 22-ին եւ 23-ին մի շարք բաժիններ կաշխատեն ժամը 9:00-ից մինչև 17:00 տեխնազոներին անհրաժեշտ տեղեկանքները տրամադրելու համար։ Քաղաքացիներին հորդորում են նախապես ստուգել իրենց տվյալները եւ ճշտել ընտրատեղամասը։ Մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար մեկնարկել է դիմում հայտերի ներկայացման փուլը։ Դիմել կարող են այն դիմորդները, որոնք առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։ Հայտերը հնարավոր է ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը ժամը 18:00-ն։ Գործընթացն ամբողջությամբ թվայնացված է եւ իրականացվում է my.emi.am հարթակի միջոցով։ Դիմորդը կարող է ընտրել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն եւ մեկ մասնագիտություն անվճար կամ վճարովի ուսուցման հիմքով։ ՀԱԿՎ միավարման համակարգող Ավետիք Չալաբյանը 2 ամիս ազատազրկվելուց հետո ազատ է արձակվել։ Երևանի առաջին այցանի դատարանը վերցրել է նրա կալանքի որոշումը եւ Չալաբյանը դատարանի դահլիճից դուրս է եկել ազատության մեջ։ Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, փաստաբաններին, աջակիցներին, ՀԱԿՎ-ի անդամներին եւ իր ազատության համար պայքարած բոլոր մարդկանց։ Չալաբյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ցույց է տալիս հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, իսկ հետևողական պայքարը կարող է արդյունք տալ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պայքարը չի ավարտվել եւ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իր խոսքով Հայաստանի եւ Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքական բանտարկյալներն ու պատանդները։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնատիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ-նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Կասիսը նշել է, որ ուրախ է շարունակելու տարիների ընթացքում ձևավորված սերտ եւ կառուցողական համագործակցությունը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ԱԳ-նախարարի հետ ունեցած շփումները։ Շվեյցարիայի ԱԳ-նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կարող է առավել ամրապնդել երկու երկրների հարաբերությունները։ Նա ընդգծել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև երկարամյա ու վստահության վրա հիմնված կապերի կարևորությունը։ Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Օգոստոսի 19-ին Նյու Յորքում համապատասխան համատեղ կոմյունիկեն ստորագրել են ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարուր Հովհաննիսյանը եւ Հարավային Սուդանի մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը։ Փաստաթուղթը վերաբերում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լիանա Մանուկյանը։ Նրա ընտրությունը տեղի ունեցել փակ քվեարկությամբ։ Լիանա Մանուկյանի տեխնացությանը կողմ է քվեարկել 57 падգամավոր դեմ 39։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, ԱՄՆ-ն ավիակիրները հեռացրել է Իրանի ափերից, հաշվի առնելով իրանական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Նրա խոսքով ամերիկյան նավերը ներկայում գտնվում են Իրանի ափերից եւ տարածքային ջրերից բավական հեռու։ Ջալալին նշել է, այդ հանգամանքը կարելի է կապել հակամարտության ընթացքում իրանական հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառման հետ։ Նրա խոսքով ամերիկյան նավերի վիճակի վերաբերյալ հաղորդումների ֆոնին Իրանին կարծես թե անհրաժեշտություն չկա դրանց ուղղությամբ հարվածներ հասցնելու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում Նովայա Պոչտայի խոշոր տեսակավորման եւ լոգիստիկ համալիրին հասցված հարվածի մասին։ Ռուսական կողմի տվյալներով թիրախավորվել են նաեւ Չեռնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքի պահեստներն ու վառելիքի տարողությունները։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ հարված է հասցվել նաեւ Դարնիցիա դեպոյին։ Գերատեսչությունը պնդում է, այնտեղ սպասարկում էին ուկրաինական բանակի համար սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տեղափոխող լոկոմոտիվները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը ներկայում դիտարկում է որպես ԱՄՆ-ի տարածք։ Նրա խոսքով այդ մոտեցումը պայմանավորված է Իրանի նավահանգիստների եւ նավափոխադրումների նկատմամբ շարունակվող ամերիկյան շրջափակմամբ։ Թրամփը նաեւ հայտարարել է դեռևս պարզ չէ արդյոք ԱՄՆ-ն հաղթել է հակամարտությունում։ Ելույթի ընթացքում նա կատակով անդրադարձել է Իրանի դեմ նոր հարվածների հնարավորությանը, հարցնելով. «Վերադառնա եւ մի քիչ էլ ռմբակոծի Իրանը»։ Quantum Systems ընկերությունը հայտարարել է էլեկտրական դրոնի արագության նոր համաշխարհային ռեկորդի մասին։ Apex Record Hunter անվանումով տեխնոլոգիայի ցուցանիշը գերազանցել է մինչև 699 կմ/ժ արագություն։ Նախորդ ցուցանիշը կազմել էր 657.59 կմ/ժ, սակայն նոր ռեկորդը դեռևս չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Դրոնը ստեղծվել է որպես արագընթաց էլեկտրական որսացող, որը նախատեսված է մարտական պայմաններում հարվածային ԱԹՍ-ներին որսալու համար։ Բարձր արագությունը պետք է թույլ տա արագ արձագանքել եւ հասնել ժամանակակից մարտական անօդաչու սարքերին։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի է ենթարկվել Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում գտնվող Օզոնի խոշոր լոգիստիկ կենտրոնը։ Հարվածից հետո պահեստային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքը հաստատել է Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Ընկերության տվյալներով հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 500 աշխատակից։ Լոգիստիկ կենտրոնի տարածքը մոտ 135,000 քառակուսի մետր է։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Մաշան եւ Արջեմուրտ սերիալի հեղինակների եւ տարածողների դեմ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցներին։ Պեսկովը հայտարարել է Ուկրաինան պատերազմ է սկսել նաեւ մուլտֆիլմների դեմ։ Նրա խոսքով դա եւս մեկ անգամ ցույց է տալիս իր գնահատմամբ Կիևի ռեժիմի այլանդակությունը։ Պեսկովի հայտարարությունը վերաբերում էր մուլտսերիալի հեղինակների եւ տարածողների նկատմամբ կիրառված սահմանափակումներին։ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը համարում է ԱՄՆ տարածք։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շարունակում է նեղուցով նավագնացության նկատմամբ շրջափակումը եւ վերահսկողություն իրականացնում ջրային ուղու նկատմամբ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով մինչև ուրբաթ ամերիկացի զինվորականները վերահասցեավորել էին 68 առևտրային նավ։ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, սահմանափակելով նավագնացությունը Հորմուզով։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին Թրամփի հայտարարությունը դատապարտել է, դրանք անվանելով զառանցանք։ Մոսկվայի եւ համայն Ռուսիա պատրիարք Կիրիլը շնորհավորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բույին 75-ամյակի առթիվ։ Նա ընդգծել է Գարեգին Բույի երկարամյա ծառայությունն ու ներդրումը Հայաստանի եւ Սփյուռքի հոգեվոր կյանքում։ Պատրիարք Կիրիլը նշել է, որ Գարեգին Բույի ծառայությունը հայ առաքելական եկեղեցու հովապետի կարգավիճակում խոր հարգանք է բերել նրա նկատմամբ։ Նա անդրադարձել է նաեւ կաթողիկոսի հոգեվոր եւ եկեղեցական տարբեր պաշտոններում ունեցած երկարամյա գործունեությանը։ Կիրիլը Գարեգին Բույին մաղթել է ամուր առողջություն, հոգու կորով եւ Աստծո չսպառվող օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում։ Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանից։ Դատավորը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել։ Հիշեցնենք, հունիսի 24-ին խուզարկվել էր Չալաբյանի բնակարանը եւ նա ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նա նպատակ է ունեցել խոչընդոտել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։ Ըստ վարույթի 2026 թվականի մայիսին Չալաբյանը մեկնել է այլ երկիր եւ հանդիպել այդ երկրի պաշտոնատար անձանց հետ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ հանդիպումների նպատակն է եղել նրանց համոզել եւ շահագրգռել պաշտոնեական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելու այդ նպատակով։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ագնախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա վստահություն է հայտնել, որ Միրզոյանի ղեկավարությամբ Հայաստանի դիվանագիտությունը կշարունակի ներդրում ունենալ խաղաղության եւ կայունության գործում։ Վերջինս շեշտել է Հունաստանի եւ Հայաստանի երկարամյա բարեկամությունը։ Նրա խոսքով այդ հարաբերությունները հիմնված են սերտ պատմական կապերի, ընդհանուր արժեքների եւ ժողովուրդների ամուր հարաբերությունների վրա։ Հունաստանի ագնախարարը ակնկալում է խորացնել երկկողմ գործակցությունը եւ զարգացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Նա նաեւ ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակում ընդհանուր շահերի առաջմղման կարեւորությունը։ 2027 թվականից 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության վճարը նախատեսվում է համատեղ հոգալ պետության, գործատուի եւ աշխատողի կողմից։ Նախնական նախագծով աշխատողը ամսական կվճարի 2000 դրամ։ Պետությունը նախատեսում է սուբսիդավորել 4400 դրամ, իսկ նույնքան եւս 4400 դրամ կվճարի գործատուն։ Առողջապահության նախարարության խոսքով նպատակն է համակարգում ընդգրկել մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին սահմանափակելով նրանց ֆինանսական բեռի աճը։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կգլխավորի Արայիկ Ներսիսյանը։ Նա ներկայում Լորիբերտ համայնքի գործող ղեկավարն է։ Նրա թեկնածությունը հաստատվել է կուսակցության վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ վարչության անդամների միաձայն որոշմամբ։ Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հետախուզվող ԳԿ-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին։ ԳԿ-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում համակարգչային ցանցում պահվող տեղեկությանն ապօրինի տիրանալու եւ այն առանց թույլտվության վերափոխելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու համար։ Բացի այդ, ԳԿ-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման մեջ։ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են նրա տեղափոխումը Երևան։ Օգոստոսի 24-ին ժամը 10:00-ին ազգային ժողովում կքննարկվի կառավարության ծրագիրը։ ՀՀԱԺ նախագահը հայտարարել է, որ այդ օրը տեղի կունենա 9-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Նիստը հրավիրվել է կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով։ Դրա իրավական հիմքը ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածն ու ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան դրույթն է։ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի մերձակայքում լայնածավալ չնախատեսված զորավարժություններ է անցկացրել։ Լեհաստանի եւ Բալտիկ ծովի օդային տարածքում միաժամանակ գտնվել է դաշինքի ավելի քան 50 ինքնաթիռ։ Ռուսաստանի պետդումայի падգամավոր Վիկտոր Սոբոլյևը հայտարարել է. ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Նրա խոսքով նման զորավարժություններն անցկացվում են արդեն 3 տարի եւ ներգրավում են նաեւ ամերիկյան ուժեր։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է. Կալինինգրադի շրջանում հնարավոր սադրանքներին Մոսկվան կոշտ պատասխան կտա։ Սոբոլյևի խոսքով Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայում ընթացող պատերազմում կլինի ՆԱՏՕ-ին տրվող լավագույն պատասխանը։ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային մոտ 256 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու ծրագրերի մասին։ Զենքի տեղափոխման գործընթացում ներգրավելու են նաև թուրքական եւ ամերիկյան ընկերություններ։ Մատակարարումների ցանկում ներառված են M270 բազմափողանի հրթիռային համակարգեր եւ Ատամաքս հրթիռներ։ Նախատեսվում է նաև ավելի քան 2500 միավոր չկառավարվող կլաստերային զինամթերքի մատակարարում։ Ռուսաստանի իշխանությունները զգուշացրել են, նոր սպառազինության մատակարարումները կարող են վնասել Մոսկվա-Անկարա հարաբերություններին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է Վաշինգտոնի ամենաարդյունավետ գործիքը։ Նա ԱՄՆ-ի եւ Իրանի դիմակայությունը համեմատել է նրբանկատ բարի եւ նուրբ հավասարակշռության հետ։ Վենսի խոսքով վերջին շաբաթներին Իրանը զգացել է շատ ավելի մեծ ճնշում, քան ԱՄՆ-ն։ Նա նշել է, Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները շարունակում են մնալ չափազանց ցածր։ Վենսը հայտարարել է, թե Իրանի առջև դեռ կա ընտրություն, շարունակել դիմակայությունը, թե բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս մահապատժի ենթակա պաղեստինցիների համար նախատեսվող համալիրի շինհրապարակը։ Նրա խոսքով հենց այստեղ են իրականացվելու ահաբեկչության համար դատապարտվածների մահապատիժները։ Բեն-Գվիրը հայտարարել է, համալիրում նախատեսվում է նաև հարազատների համար հատուկ տարածք մահապատիժներին հետևելու համար։ Երևանում օգոստոսի 24-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-ից 28-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին տեղումներ չեն սպասվում, իսկ օգոստոսի 25-ից 27-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։